Համացանցում մարդկանց ցանկ էր, կարդալով բարձրանում էի վերև, հանկարծ հանդիպեցի մի հետաքրքիր անուն ազգանունի, ազգանունը զուտ հայկական ազգանուն էր, իսկ անունը ռուսական ազգանուն, Սամոխին, որ հայերը օտարների ազգանունները վերցրել և դարձրել են իրենց անուն, դա հանրահայտ փաստ է, ունեցել ենք Շեքսպիր, Չապաև, Բուդյոննի, եղել է շատ նշանավոր նաև, որը բավականին պոպուլյար անուն էր հայերի մոտ մի ժամանակ, Ֆրունզե, բայց այս բոլոր մարդիկ եղել են բավականին նշանավոր, իսկ ով է եղել Սամոխինը, մի փոքր մտածելուց հետո գտա երկու Սամոխինի, որը ինչ-որ չափով առնչվել են հայերի հետ, առաջինը, ինչու է աղմկում գետը ֆիլմում, կար մի շարքային զինվոր Սամոխին, իդեպ բավականին խառնակիչ զինվոր էր, ու քիչ հավանական է, որ նրա անունով ինչ-որ մի երեխայի կոչեին, երկրորդ Սամոխինը հանդիպել եմ 1973 թվականին, երբ Մոսկվայում, կարծեմ հոկտեմբեր ամսին, Գավաթի եզրափակիչում Արարատը խաղում էր Կիևի Դինամոյի հետ, և Դինամոյի դարպասապահի ազգանունը Սամոխին էր, այդ խաղում Սամոխինը 2 գոլ բաց թողեց, Իշտոյանը խփեց 2 գոլ, Արարատը հաղթեց 2-1 հաշվով, հավանաբար այդ Սամոխինի ազգանունով են կոչել այդ երեխային, որ 2 գոլ է բաց թողել և մերոնք դարձել են չեմպիոն, բայց բավականին անարդար է, քանի որ երեխային կարող էին կոչել գոլ խփողի անունով Լևոն կամ գոնե ազգանունով Իշտոյան։